Նիկոլ Վարչապետ Եվ որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, վերջին անգամ մենք այստեղ այս ֆորմատով հավաքվել էինք 2021 թվականին, այս նույն օրերին։ Այն ժամանակ մենք եկանք, կանգնեցինք այստեղ Եվ ձեզ տվեցինք ամենակարևոր խոստումը, մեկ ամենակարևոր խոստումը, խաղաղություն։ Եվ այսօր մենք եկել ենք ձեզ զեկուցելու եւ ասելու, որ այն ապագան, որ մենք այն ժամանակ ձեզ ասում ենք, որ գալու է, եկել է, խաղաղությունը եկել է, կա եւ մնալու է։ Բայց կան նաև զայրացնող լուրեր։ Այսօր կարդացի երկու շատ նյարդայնացնող լուր։ Լուր համար առաջին։ Պարզվում է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իրանց այլ դուք բոլորը իրանց հեռացրեցի, հանրապետականները դեռ ընտրակաշառքով են զբաղվում։ Հրապարակվեց ձայնագրություն, որից բխում է որ հանրապետական Գալուս Սահակյանի որդի, նախկին պետգույքի ղեկավարը եւ իր հանրապետական կոմպանիոնները կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք են բաժանում։ Դա բայց ինչքան կներեք արտահայտությանս համար, հանրապետական դու պետք է լինես, որ մտածես, որ մի ամբողջ ժողովուրդ քեզ հանելա ռադա արել, ու դու 8 տարի հետո ընտրակաշառք բաժանելու մասին ես մտածում։ Բայց ոչինչ, նրանք արդեն ուղևորվում են քրեակատարողական հիմնարկ։ Երկրորդ լուրը հրապարակվեց քննչական կոմիտեն հրապարակեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը, որին հիշում եք նախորդ տարի քաղաքապետ դարձրեցին Սերժ Սարգսյանը, Քոչարյանը եւ կալուգացի օլիգարխը։ Ձայնագրության մեջ ասում է, ես մեկ քայլ, ես կես քայլ անգամ չեմ անի առանց ռուսի, սա մեջբերում է։ Ասում է, որտեվ Հայաստանը ռուսինն է։ Ասում է, մինչև Մեդվեդևը ինչ չասի, ես տեղ բան չեմ կազմակերպի, այ որ կազմակերպեն կանեմ։ Իրավացի էր կինը, որը ասում էր գլուխը պատին ա տվել։ Եվ մենք ձեզ երաշխավորում ենք, որ Վարդանիկը ու իր նմանները իրանց ամբողջ կյանքը տալու են քրեակատարողական հիմնարկի, իրանց խցի պատին։ Եվ վերջինը ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասել։ Հիշում եք, որ 2018 թվականին այստեղ ասում ենք վենդետա չի լինելու։ Կներեք, սխալվել ենք, վենդետա լինելու է։ Բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են, իրանց հարազատները մինչև իրանց կյանքի վերջը, իրանց տանելու են, իրանց այցելելու են, բայց կա մի լավ լուր իրանց համար, նրանք իրենց այցելելու են գեր ժամանակակից թարմ ավտոբուսներով և տրոլեյբուսներով, որովհետև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս տարիներին ամեն օր աշխատել է, որ մենք ունենանք նոր տրոլեյբուսներ, նոր ավտոբուսներ, նոր տրանսպորտ և հիմա ելույթ կունենա ինքը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ազատ և արժանապատիվ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ։